Look at somebody by your side, say neighbor. Look at somebody by your side, say neighbor. Նայեք ձեր կողքին նստող մարդուն This morning, եւ ասեք, որ այս is it առավոտ, morning now? հիմա Right. առավոտ է, չէ՞, ճիշտ է։ Afternoon, right? Նու ավելի ճիշտ կեսօրվան է մոտիկ։ God will bless me. Tell your neighbor, say, God will bless me Կողքիդ նստող մարդուն ասա, թող Տերն օրհնի, before you. God will bless me before you. թող Տերը առաջինը ինձ օրհնի, հետո քեզ։ Did you say that? Ասեցիք, Say that again. Say to your neighbor, say, neighbor, ձեր կողքի նստող մարդուն ասեք, God will bless me before you թող Տերը սկզբից ինձ օրհնի, հետո քեզ։ today. Genesis chapter 18. Բացենք Ծննդոց 18-րդ գլուխը։ Genesis 18. Ծննդոց 18։ We are going to. Is it up on the screen? Is it coming up? Are they putting up? Yeah. Genesis 18, verse 17. Ծննդոց We are going to 18-17։ 17, 18, 19. Իրականում կարդալու ենք 18-րդ գլխի 17-ից 19 խոսքերը։ God said, Աստված ասաց. how can I do this thing Ինչպես անեմ այսինչ բանը։ without telling my friend Abraham? Մինչև չհայտնեմ իմ ընկերոջը Աբրահամին, For I know him. քանի որ ես ճանաչում եմ նրան։ He will command his household. He will command his children. Եվ ինչ որ ասեմ, նա կպատվիրի իր երեխաներին էլ, զավակներին I էլ։ want to speak on the topic Ուզում եմ այսօր խոսել impacting your world, ձեր աշխարհի վրա ազդեցություն թողնելու մասին։ affecting your generation. Ինչպես ազդեցություն թողնել ձեր հաջորդ սերնդի վրա։ The worst, գիտես ինչ է? Գիտեմ, բայց ուզում եմ հասկանալ։ The worst thing, the bad thing Ամենավատ բանը, that can happen to որ a կարող է man տեղի ունենալ մարդու հետ, is to know God. Աստծուն ճանաչելն է։ The bad thing that can happen to a man Վատագույն բանը, որ կարող է տեղի is ունենալ to մարդու know հետ, God, Տիրոջը ճանաչելն է, and God եւ don't know the man. երբ որ Տերը մարդուն գիտի, բայց մարդը չի փորձում ճանաչել Տիրոջը։ Are you with me? Ինձ հետ եք։ It is bad Շատ վատ է to know God իմանալ Աստծո գոյության մասին and God, եւ Աստծուն and God եւ Աստված don't know you. իմանալ Աստծո գոյության մասին, բայց չլինել Աստծո ընկեր, այսինքն Աստված չճանաչի ձեզ որպես ընկեր։ Do you understand? Հասկանում եք ինչ եմ ասում։ You, Դուք as a Christian, որպես քրիստոնյա you know God, գիտեք ով է Աստված, and God don't know բայց you. Աստված ձեզ չի ճանաչում։ It's bad. Այդ շատ վատ բան է։ We have so many people Շատ մարդիկ կան, who say they know God, որ ասում են թե ճանաչում եմ Աստծուն, but the God they know բայց Աստված նրանց չի ճանաչում, don't know them. չգիտի նրանց։ God said, Աստված ասաց. I know Abraham, Ես ճանաչում եմ Աբրահամին, for he քանի որ նա will carry his family, իր ընտանիքն էլ, will command his children իր ընտանիքներին կասի, որ հետևեն ինձ, to know me. ճանաչեն ինձ, Praise God. Փառք Աստծուն։ Life Կյանքը is not for consumption. Life կյանքը is not for consumption. Գիտես? ուղղակի ինչ որ հասկացություն չէ, այսինքն բառ չէ, որ մենք հնչեցնում ենք։ Life Կյանքը is for affecting. ազդեցություն թողնելու համար է։ Who Ով have you affected ում վրա եք ազդեցություն գործել, since you became a Christian?
Այն բանից հետո, երբ դարձել եք քրիստոնյա, since you became a child of God, այն բանից հետո, երբ դարձել եք Աստծո զավակ, since you have started following God, այն բանից հետո, երբ սկսել եք հետևել you have been Տիրոջը, a Christian դուք քրիստոնյա եք, for 5 years, օրինակ 5 տարի է for արդեն, 10 years, 10 տարի է, for 15 years. 15 տարի է, Your mother, your father, ձեր հայրը, մայրը, they are Christians. նրանք էլ քրիստոնյաներ են, You were born into a Christian home. եւ օրինակ դուք ծնվել եք քրիստոնյաների ընտանիքում, You grow up as a Christian. եւ մեծացել եք որպես You քրիստոնյա, are seated here as a Christian. եւ այստեղ այսօր ներկայանում եք որպես քրիստոնյա, Who have your life affected? ում վրա եք ազդեցություն թողել ձեր Who կյանքում, have you impacted? ով է ազդեցություն կրել ձեզնից, Who have you brought to Christ? ում եք դարձի բերել դեպի Քրիստոսը, Who have you shown the way to Jesus? ում եք ցույց տվել Հիսուսին տանող ճանապարհը, Who is enjoying Jesus today because of you? ով է այսօր վայելում Հիսուսին ձեր շնորհիվ, That is why ահա թե ինչու I said ես ասացի, my topic որ իմ այսօրվա խոսքի թեման is է impacting your world. ազդեցություն թողնել աշխարհի վրա, You don't live for yourself alone. դուք միայն ձեր անձերի համար չեք ապրում, You live դուք ապրում եք for the purpose, այս նպատակի the համար, reason այս պատճառի համար, why God brought you. այն պատճառի, որ Աստված բերել է ձեզ այստեղ, There is a եկեղեցու reason. ընկել, գոյություն ունի պատճառ, There is a purpose. կա There is a reason նպատակ, կա պատճառ, that God որ Աստված made you a Christian. ձեզ դարձրել է քրիստոնյա, There is a reason գոյություն ունի պատճառ, why you are in church. թե ինչու եք դուք այստեղ եկեղեցում, You don't come to church դուք եկեղեցի չեք գալիս, because it is Sunday morning. քանի որ ուղղակի Կիրակի առավոտ է կամ You, կեսօր, you don't come to church եկեղեցի չեք գալիս, because you must come to church. քանի որ պետք է գաք, There is a reason կա պատճառ, Jesus made you a Christian. այն բանի, որ Հիսուսը դարձրել է ձեզ There is a քրիստոնյա, reason he shows you to become a Christian. կա պատճառ դառնալու քրիստոնյա, And that reason եւ այդ պատճառը is to affect your world. ձեր շրջապատի աշխարհի վրա ազդեցություն թողնելն է, Every man wants to build empire, houses. ամեն մարդ ուզում է իր կայսրությունը կառուցել, իր Every իշխանությունը man տարածել, wants to have a car, ամեն մարդ ուզում է լավ մեքենա վարել, build house, գեղեցիկ տուն ունենալ, marry, ինչպես նաև ամուսնանալ, have children, երեխաներ ունենալ and live good life. եւ լավ կյանքով ապրել, But there is something more than that բայց դրանից ավելին կա, that God wants you to have as a որ man, Աստված ուզում է դուք ունենաք, and that is good home, good family. եւ դա լավ ընտանիքն է, Are you with me this morning? լսում եք ինձ հետ եք, You understand what I'm saying? հասկանում եք ինչի մասին եմ խոսում, God don't just want you to buy car, build houses, have family alone. Աստված չի ցանկանում, որ դուք ուղղակի լավ մեքենա գնեք, լավ տուն ունենաք ու ընտանիք միայն կազմեք, But God wants you to have godly family. նա ուզում է, որ Good դուք family. ունենաք բարի աստվածային, աստվածապաշտ ընտանիք, Family that will serve him from generation to generation. ընտանիք, որ Տիրոջը կծառայի սերնդե սերունդ, The question is, հարցը հետևյալն է, after you leave this world, երբ որ հեռանաք այս աշխարհից, who will feel your impact? ով է կրելու ձեր թողած ազդեցությունը, After you leave this world, երբ որ հեռանաք աշխարհից, who will feel the impact of your Christianity? ով է զգալու ձեր քրիստոնյա լինելու ազդեցությունը, Who will say, it was this brother that brought me to church? ով է ասելու, որ այս եղբայրն էր ինձ առաջնորդել դեպի Who will եկեղեցի, say, it was this sister that brought me to ով է Christ? ասելու, որ այս քույրն է ինձ բերել Քրիստոսին, Are you living your life for yourself alone? արդյոք դուք ձեր կյանքը ապրում եք ձեզ համար, թե Or you are living for Jesus? թե Հիսուսի համար, If you are living for եթե Jesus, դուք ապրում եք Հիսուսի համար, people should come to Christ through you.
Նշանակում է, որ մարդիկ պետք է Աստծուն ճանաչեն ձեր միջոցով։ If you are living for Եթե Jesus, դուք ապրում եք Հիսուսի համար, people should become Christians through you. մարդիկ պետք է դառնան քրիստոնյա ձեր So the միջոցով։ question is, Հարցը հետևյալն է. who is a Christian because of you? Ով է դարձել քրիստոնյա ձեր շնորհիվ։ Ask your neighbor. Answer. Հարցրու կողքիդ նստողին։ Ով է քո միջոցով դարձել Who քրիստոնյա։ is a Christian because of you? Ով Ask. է դարձել քրիստոնյա հենց քո միջոցով։ Do you understand? What is the response? Եվ ինչ պատասխան ստացաք, ինչ արձագանք ստացաք կողքինից։ Ask the person again. Ask your neighbor. Եվս մեկ անգամ հարցրեք ձեր կողքի Who նստողին։ did you brought to church today? Ում ես այսօր քեզ հետ եկեղեցի բերել։ Family, good. Ընտանիքի անդամներին լավ է։ But there are some of your friends. Եվ ձեր ընկերներին էլի լավ է։ They said they know God. Ձեր ընկերները, հարազատներն ասում են մենք ճանաչում ենք Աստծուն։ They said they are Christians. Ասում են որ քրիստոնյա են։ But you have never brought them to church. Այդ մարդիկ ովքեր որ աշխարհում են ու ասում են թե քրիստոնյա են, դուք երբևէ նրանց չեք բերել եկեղեցի։ Do they understand what I'm still talking about? Ask them. Do you understand? Հասկանում եք թե ինչ եմ ասում։ There are many of your friends Շատ ընկերներ ունեք, who you know ում ճանաչում եք։ they եք don't ճանաչում։ know God. Գիտեք, որ այս մարդը Տիրոջը And you չի ճանաչում։ have never told them about God and your Ունեք church. ընկերներ, ում երբևէ չեք պատմել Աստծո մասին, ձեր եկեղեցու մասին։ How will you feel Ինչ կզգաք, that after everything, որ ամենից հետո that your best friend ձեր լավագույն ընկերը goes to hell վերջում, հա, and գնա you դժոխք, goes to heaven? իսկ դուք գնաք երկինք։ How will you feel? Ինչպես կզգաք, ինչ կզգաք։ It is time Ժամանակն է, that we start talking to our friends որ մենք սկսենք խոսել մեր ընկերների հետ, about Jesus, պատմենք նրանց Հիսուսի մասին, about church. եկեղեցու մասին։ When I came into this country, Երբ որ եկա Հայաստան, this is one of the oldest Christian nations of the world. իմացա, որ սա աշխարհի ամենահին քրիստոնյա Am I երկիրն է։ correct? Ճիշտ եմ ասում, չէ՞։ The oldest Christian nation of the world. Աշխարհում ամենաառաջին քրիստոնյա ազգն է։ Many say they are Christians, Շատերն ասում են, որ մենք քրիստոնյա ենք, but they don't go to church. բայց նրանք եկեղեցի չեն հաճախում։ Am I correct? Ճիշտ եմ ասում։ Have you asked yourself why? Երբևէ հարցրել եք այդ մարդկանց, ինչու չես գալիս։ Many say they know God, Նրանք գուցե ասում են, դե մենք ճանաչում ենք Աստծուն, but once they go to church once in a year. բայց եկեղեցի են գնում օրինակ տարին մեկ անգամ։ Ask your neighbor, is that Christianity? Հարցրու կողքիդ նստողին, արդյոք սա քրիստոնյայի վարվելակերպ է։ Քրիստոնյան այսպես կվարվի։ God said, I know Abraham. Աստված ասաց, ես ճանաչում He եմ will command Աբրահամին։ his house after me. Ու ասաց, որ գիտեմ նրա ընտանիքը ինձ հետևելու է։ I know him. Ես ճանաչում եմ նրան։ He will serve me. He will serve me. Նա ինձ հետ է։ I know him. Ես գիտեմ նրան։ Bring Luke chapter 16. Բացենք Ղուկաս 19. 16-րդ գլուխը։ Bring verse 19. But when you get home, you can read 19, 20 to 30. Եվ կարդանք Luke 16, 19. Բացենք Ղուկաս 16-րդ գլուխ եւ կարդանք 19-րդ խոսքից։ You have to understand Պետք է հասկանաք, it is important to follow Jesus. որ Հիսուսին հետևելը շատ In կարևոր է։ in truth, Ճշմարտությամբ Հիսուսին And in հետևելն է spirit. կարևոր եւ հոգով հետևել։ you don't just confess. Եկեք միասին կարդանք, Want որպես to մեկ go? ընտանիք կարդանք, հա։ Եվ մի հարուստ մարդ կար եւ շատ ազնիվ ծիրանի եւ բեհեզ էր հագնում եւ ամեն օր փառավոր զվարճություն էր անում։ Մի աղքատ մարդ էլ կար, անունը Ղազարոս, որ նրա դռան մոտ գծված էր խոցերով We'll լիքը։ stop there.
Այստեղ կանգ առնենք։ That statement, Այստեղ գրված է, you know the story, right? գիտեք չէ այս պատմությունը, The story of the rich man հարուստ մարդու պատմությունը and Lazarus, right? եւ Ղազարոսի մասին The, պատմությունը։ the rich man was wealthy, he has money. Գիտենք, որ այդ մարդը հարուստ էր, շատ գումար ուներ, But the Lazarus is a poor man who doesn't have anything սակայն Ղազարոսը աղքատ էր եւ ոչինչ in the չուներ, church, but he loves God. բայց սիրում էր Աստծուն։ You know the story, when you read down, the rich man died, the poor man died. Գիտենք, թե ինչ տեղի ունեցավ պատմության վերջում, հարուստն էլ մահացավ, աղքատն էլ But մահացավ։ the rich man was buried, but Lazarus was carried by angels to meet God. Հարուստին թաղեցին, հրեշտակները Ղազարոսին տարան Աստծո մոտ։ The rich man was in hellfire, while Lazarus was in heaven. Հարուստը հայտնվեց դժոխքում, իսկ Ղազարոսը երկնքում։ That means Սա with նշանակում է- all the money that the rich man have, he could not go to heaven. Սա նշանակում է, որ այն ինչ ուներ հարուստը, իր սերունդը, նրանցից ոչ ոք չէր գնա երկնք։ So when we are talking about this story relating to what I want to tell you now, Երբ որ խոսում ենք այս պատմության մասին, որ խոսքերը կարդացինք, հետեւյալն եմ ուզում ասել։ you need to understand the major reason why God brought you to church. Այս պատմությունը ուղիղ կապ ունի այն հարցի հետ, թե ինչու է Աստված ձեզ բերել եկեղեցի։ Peter was an apostle of Jesus, a disciple of Jesus. Պետրոսը Հիսուս Քրիստոսի առաքյալն էր, աշակերտն էր։ John chapter 13, verse 37. Հովանես 13:37-ում գրված է. 13:37. We will read as family. Եվ միասին այս խոսքն էլ կկարդանք։ 1, 2, go. 1, 2, go. 13:37 միասին կարդանք։ Պետրոսը նրան ասաց. Տեր, ինչու չեմ կարող հիմա քո ետևից գալ։ Իմ անձը քեզ համար կդնեմ։ Peter said, Lord, why can't I follow you? Պետրոսն ասաց. Տեր, ինչու չեմ կարող հիմա քո ետևից գալ։ Peter was an apostle of Jesus. Պետրոսը Հիսուսի առաքյալն էր։ He was very, very close to Jesus. Եվ նա շատ մոտ էր, մտերիմ էր Հիսուսի հետ։ Peter have seen Jesus raise the dead, open the blind eyes, make the deaf to hear, the dumb to speak. Պետրոսը տեսել էր, թե ինչպես էր Հիսուսը հրաշքներ անում, հարություն էր տալիս մահացածներին, բացում էր կույրերի աչքերը եւ խոսել էր տալիս համրերին։ Peter is always in church, is in the choir, he does things, he is always in the church. Պետրոսը մշտապես Հիսուսի հետ էր, նա եկեղեցում էր, But yet he don't know God. սակայն նա չէր ճանաչում Աստծուն։ Դեռևս չէր ճանաչում։ You see, I said in the beginning, Ասացի սկզբում, it is bad to know God and God don't know you. ասացի չէ սկզբում, գուցե դուք ճանաչում եք Աստծուն, բայց նա ձեզ չի ճանաչում, ձեզ չգիտի։ If apostle of Jesus, a disciple of Jesus, who has followed Jesus for years, Եթե Հիսուսի աշակերտը, որ տարիներ շարունակ նրան էր հետևում, he will still ask Jesus, why can't I follow you? եթե նա այս հարցն է տալիս, Հիսուս, ինչու չեմ կարող քո ետևից գալ, So that means Սա there նշանակում է, is a big difference որ գոյություն ունի մեծ տարբերություն from coming to church եկեղեցի գալու and knowing God. եւ Աստծուն ճանաչելու That միջեւ։ you are in church does not mean you know God. Եթե դուք եկեղեցի եք գալիս, սա չի նշանակում, Because- թե ճանաչում եք Տիրոջը, Even the devil comes to church. քանի որ նույնիսկ ինքը Սատանան է գալիս եկեղեցի։ That you are in church does not mean God knows you. Եթե դուք եկեղեցի եք հաճախում, սա չի նշանակում, որ Աստված ճանաչում է ձեզ։ Because demons also come to church. Քանի որ չար ոգիներն էլ եկեղեցի են գալիս։ That you are in church does not mean you are a good person. Եթե դուք եկեղեցի եք գալիս, չի նշանակում, թե բարի մարդ եք։ Because evil people, bad people also come to church. Քանի որ չար մարդիկ էլ են եկեղեցի գալիս։ Hello. Բարև ձեզ։ Are you with me? Լսում եք ինձ։ If Peter could say, why can't I follow you? After all these years of walking with Jesus. Եթե Պետրոսը այսքան երկար տարիներ Հիսուսի հետ քայլելուց հետո այս հարցն է տալիս, ինչու չեմ կարող քո ետևից գալ, That means Սա following նշանակում է, Jesus is difficult. որ Հիսուսին հետևելը դժվար բան է։ To follow Jesus.
Հիսուսին հետևել նշանակում է To խաչը կրել։ carry this cross Եվ այս խաչը կրելու համար is not easy. այս խաչը կրելը հեշտ չէ։ To carry this Այս cross խաչը կրելը is a difficult task. դժվար հանձնարարություն է։ To carry this cross, Այս խաչը կրելը, you will lose friends. այս խաչը կրելով դուք If you- կկորցնեք ձեր ընկերներին։ If you must carry the cross and follow Jesus, Եթե դուք ուզում եք վերցնել խաչը ու հետևել Հիսուսին, there are many people that will not love you. այս դեպքում շատ մարդիկ կդադարեն ձեզ սիրելուց։ They will call you different names. Նրանք ձեզ տարբեր անուններով կդիմեն։ Some of them will reject you. Նրանցից որոշները ձեզ կմերժեն։ Some of them will say you don't know anything. Որոշները կասեն դու ոչինչ չգիտես։ Some of them will call you all sorts of evil names. Եվ որոշները ձեզ կասեն, որ դուք չար եք կամ ինչ որ չար աղբյուրներից եք օգտվում։ Because of Jesus. Հիսուսի պատճառով։ Now, I want to say something. Հիմա ուզում եմ մեկ ուրիշ բան ասել։ If you are following God Եթե դուք Աստծուն եք հետևում, and everything is good, եւ այդ ընթացքում ամեն բան լավ է, you don't have problem, չունեք ոչ մի խնդիր, you don't have challenges, չունեք դժվարություններ, no troubles, ոչ մի խնդիր, check your life. նշանակում է պիտի ստուգեք ձեր կյանքը։ Because if you are really following God, Քանի որ եթե իսկապես հետևում you եք are Աստծուն, following God well. You are following God very well. եթե Աստծուն եք հետևում, պիտի լավ հետևեք։ You will have problem in this world. Այս աշխարհում խնդիրներ պիտի ունենաք։ Am I correct? Եթե Աստծուն հետևում եք, պիտի խնդիրներ ունենաք, ճիշտ եմ ասում։ There will be a time Կլինի ժամանակ, where you will pray. երբ աղոթեք, There will be a time կլինեն ժամանակներ, you will call God. երբ Աստծո անունը կտաք, There will be a time կլինեն ժամանակներ, you will fast. որ ծոմ կպահեք, There will be a time եւ կլինի ժամանակ, you will look for solution. որ հարցի լուծում կփնտրեք։ Pray for 5 days. Աղոթեք օրինակ 5 Fast for 5 days. 5 օր ծոմ կպահեք, There will not be answer. բայց պատասխան չի լինի։ Huh? Ճիշտ եմ ասում։ You will pray to God. Երբ աղոթեք Աստծուն, No answer. պատասխան չեք ստանա։ You will look for solution. Լուծումներ կփնտրեք, No solution. բայց չեք գտնի։ If you are really following God, Եվ եթե իսկապես հետևում եք Աստծուն, there will be a time of tests. կլինեն փորձության ժամանակներ, Temptations will come. կլինի այսպիսի հնարավորություն, Trials will come. Trials. դժվարություններ ու փորձություններ կունենաք, Problems. խնդիրներ կառաջանան, They will come to you. կգան ձեր կյանք, You will pray to God. եւ դուք կաղոթեք Աստծուն, God will not answer. սակայն պատասխան չեք ստանա Աստծուց։ He wants to check. God wants to check Աստված ցանկանում է ստուգել, if you will back up. թե արդյոք կշրջվեք իրենից, If you will stop coming to Him. թե արդյոք դուք կդադարեք իր մոտ գնալուց։ If you will turn your back Եթե դուք մեջքով շրջվեք, against Him. Even Jesus Christ, թե արդյոք մեջքով կշրջվեք։ when He was on the cross, Երբ Հիսուսը խաչի վրա էր, God backed Him. Աստված մեջքով շրջվեց։ Huh? Այսինքն երես թեքեց, այդպես He եղավ։ cried. Ինչ տեղի ունեցավ Հիսուսը Eli, արտասվեց։ Samaritan. Jesus cried on the Հիսուսը cross. արտասվեց My խաչի father, my վրա father. եւ ասեց. Հայր իմ, Why have thou forsaken me? ինչու թողեցիր ինձ։ Jesus, the Son of God. Հիսուսը Աստծո որդին, God backed him. Աստված երես թեքեց He նրանից։ called on God, Նա երես թեքեց։ but God did not answer. Նա Աստծուն So, աղակեց, բայց Աստված There is a time չպատասխանեց։ in your life Ձեր կյանքում կլինեն ժամանակներ, that you will pray and fast. երբ կաղոթեք ու ծոմ կպահեք, Heaven will be closed. բայց երկինքը փակ կլինի։ There will not be answer. Պատասխան չեք ստանա։ At that time, Այդ ժամանակ, God wants to check what is in your heart. հենց այդ ժամանակ է, որ Աստված ցանկանում է քննել ու տեսնել, թե ինչ կա ձեր սրտում։ Are you coming to church Արդյոք դուք եկեղեցի եք գալիս, for what He will give to you?
for what he will give you. որպիսի ինչ որ բան ստանաք Or you Աստծուց։ are coming to church Թե եկեղեցի եք գալիս, because you love him. որովհետև սիրում եք նրան։ If you love God, Եթե դուք սիրում եք Տիրոջը, the love will be tested. ձեր սերը պիտի փորձվի։ Am I correct? Ճիշտ եմ ասում։ If you love God, Եթե սիրում եք Աստծուն, God will test you. Տերը ձեզ կփորձի։ Sometimes Երբեմն God can give you money Տերը կարող է ձեզ գումարով օրհնել, to check your love for him. To check your love for him. որպիսի ստուգի տեսնի, թե արդյոք իրեն սիրում եք։ Oh, somebody, are you getting something? Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Do you understand me? Հասկանում եք ինձ։ Sometimes Երբեմն God will test you with job, work. Աստված ձեզ կօրհնի աշխատանքով։ You have job, Լավ աշխատանք կունեք։ good job. Շատ լավ աշխատանք։ Will you still come to church on Sunday? Արդյոք կշարունակեք գալ եկեղեցի։ You have money. Ձեզ գումարով կօրհնի։ Can you spend the money for God? Արդյոք այդ գումարը կծախսեք Աստծո գործերի վրա։ Peter said, Պետրոսն ասաց. Lord, Տեր, why can't I follow you? ինչու չեմ կարող քո հետևից գալ։ And Jesus replied him, Հիսուսը պատասխանեց. if any man must follow me, Եթե ինչ որ մեկը ցանկանում է իմ the man ետևից must գալ, carry his cross նա պետք է վերցնի իր խաչը and follow me. եւ իմ Matthew ետևից chapter գա։ 16:24. Մատթեոս 16:24 Այն ժամանակ Հիսուսը իր աշակերտներին ասաց. Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձը ուրանա, իր խաչը առնի եւ իմ ետևից գա։ That is Matthew 16, right? Մատթեոս 16 Verse 24. You know, 24 խոսք։ I'm only enjoying the sound, but I don't understand. Ես վայելում What եմ was it? ձեր So- ձայները, բայց չեմ հասկանում լեզուն։ I will read from my own English translation. Ես անգլերեն թարգմանությունը կընթերցեմ։ Then Jesus said unto his disciples, if any man must come after me, let him deny himself, take up his cross, and what? And follow me. Is it the same? Is it the same? Նույն խոսքն է, այո, նույն խոսքը հնչեց անգլերենով։ You must deny yourself for certain pleasures. Պետք է ուրանաս քո անձը մի կողմ Deny- դնես քո ուրախությունները։ Deny yourself of the things of this world. Քո անձը ուրանալ, կյանքի զվարճանքը, Carry ուրախությունները your ուրանալ, cross վերցնել խաչը and follow եւ Jesus. Հիսուսին հետևել։ Verse Matthew chapter 4 verse 19. Մատթեոս 4:19 Everyone here Բոլորն այստեղ at the end of this world, աշխարհի վերջում we will meet ourselves in heaven. մենք բոլորս հանդիպելու ենք երկնքում։ I thought you will say amen. Մտածում էի ամեն եք ասելու։ You will not go from church to hell. Եկեղեցուց դժոխք չեն գնում։ Let me say it again. Mi You անգամ will, էլ ասեմ։ you will not go from church to hell. Եկեղեցուց դժոխք չեն գնում։ Tell them hellfire is real. Is real. Hell is real. Գիտեք, չէ՞ որ դժոխքը, կրակը դա իրական է։ You don't know? Չգիտեիք, Heaven is real. երկինքն էլ իրական է։ Hell is real. Դժոխքը իրական է։ These two places are prepared places. Այս երկու վայրերը պատրաստված են։ Is either you go from church to hell Արդյոք եկեղեցուց դժոխք կգնաս, or you go from church to heaven. թե եկեղեցուց երկինք։ So you will go from church to heaven. Այսպիսով դուք որպես եկեղեցու I thought անդամներ you will say amen. պետք է եկեղեցուց գնաք երկինք։ It will be bad, Վատ կլինի, very bad, շատ վատ կլինի, if you go from church to hellfire. եթե եկեղեցուց դժոխքի կրակների մեջ հայտնվեք։ That place is not good place. Լավ տեղ չի։ That place is a dangerous place. Այդ վայրը վտանգավոր վայր է։ Hellfire is not a place you should go. Դժոխքի կրակները այն տեղը չի, որտեղ արժե լինել, հայտնվել։ Now, turn to your neighbor, turn to your neighbor. Կողքիդ նստողին ասա, Say to your neighbor, քո կողքի նստած մարդուն ասա, asa. դժոխքը լավ տեղ չի Say հայտնվել։ neighbor, Կողքիդ նստողին ասա,
I will see you in heaven. կտեսնվենք երկնքում։ If the person is not talking to you, Եթե կողքիդ նստողը քեզ հետ չի leave the զրուցում, person, turn to the other person. այդ մարդու հետ մի խոսիր մյուսին ասա։ Say neighbor, Ասա հարևան կամ ընկեր, asa, ընկեր, asa. Say neighbor, ասա ընկեր, I will meet you in heaven. կհանդիպենք երկնքում։ One thing you should understand, Երբ հասկանաք, the reason Jesus said follow me թե ինչու Հիսուսն ասաց իմ հետևից արի, is because he wants to help us. Jesus said follow me պատճառն այն է, որ նա ցանկանում է օգնել մեզ, նա ասաց հետևեք ինձ։ because he wants to make life easy for Նա us. ցանկանում է հեշտացնել, դյուրացնել մեր կյանքը։ Jesus said follow me Հիսուսն ասաց իմ հետևից արի։ because there are Քանի many որ- things we will gain. Շատ բաներ կա, որ մենք ստանում ենք, արտոնություններ ենք ձեռք բերում հետևելով Հիսուսին։ Whatever you will become, Ով էլ դառնաս, you will become by following Jesus. կդառնաս միայն հետևելով Հիսուսին։ Whatever you will be in this world, Ով էլ լինես այս աշխարհում, you will be by following Christ. պիտի լինես, դառնաս Հիսուսին հետևելով։ There are so much benefits Այնքան շատ արտոնություններ in կան, following Jesus. օրհնություններ կան Հիսուսին հետևելու մեջ։ Who you follow Ում ես հետևում դու, matters a lot. Who you follow ում ես հետևում, determines what follows you. ում հետևում ես, որոշում է այն, թե ինչ է հետևում քեզ կամ քո կյանքին։ If you follow bad person, Եթե վատ մարդու ես հետևում, bad things will follow you. վատ բաներ կհետևեն կամ տեղի կունենան քո կյանքում։ If you follow good person, Եթե բարի ճիշտ մարդու ես հետևում, good things follows you. բարի բաներ կհետևեն քեզ։ Who you follow Ում հետևես, determines how your life will look like. կորոշի, թե ինչպիսի տեսք կունենա քո կյանքը ապագայում։ The Jews in the Bible. Հրեաները They have three doors. They have three doors. Door. երեք դռներ ունեին։ What do you call door? Door. No, door. They have three doors Երեք դռներ ունեն։ Խոսվում է երեք դռների մասին, that leads to the temple. որ խոսքը տաճարի մասին է։ Հրեաների տաճարը երեք դուռ ունի։ The holies of holy. Սրբության սրբոցի մասին է խոսում։ Holiest of all. Եվ երեք մակարդակ գոյություն And ունի տաճարում։ those three doors, Եվ այդ երեք դռները, if you interpret it in English, եթե անգլերենով թարգմանենք, the first door առաջին դուռը, that leads to the holiest of all, որ սրբանան է, ներս է տանում։ when you interpret it in English, Երբ որ անգլերենով ենք is the թարգմանում, way. կոչվում է ճանապարհ։ The second door Երկրորդ դուռը is the truth. ճշմարտություն է կոչվում։ The third door Եվ երրորդ դուռը is the door of life. կյանքի դուռն է։ So when Jesus came Երբ Հիսուսը եկավ, in John chapter 14, Հովանես verse 14-ում, 6 down, Jesus said to them, Հիսուսը ասաց, I am the way, ես եմ ճանապարհը, I am the truth, ճշմարտությունը I am the life. եւ կյանքը։ They were angry. Եվ բարկացան մարդը, They became angry. բարկացան։ How can you say you are the way, Ինչպես կարող ես ասել, թե the ես եմ truth ճանապարհը and the life? կամ ճշմարտությունն ու կյանքը։ Everybody, open your hand like this. Do your hand like this. Tell them to open their hands like this. Open. The ladies, just open your hand. Կանայք ձեր ձեռքերը, ափերը մեկնեք։ Good things will begin to enter your hand from now. Թող այս պահից սկսած բարի, լավ բաներ կատարվեն ձեր կյանքում։ Oh, I thought you would say a loud amen. Ասել էի, չէ՞ որ պիտի բարձրաձայն ասեք ամեն։
your family will follow Christ. Ձեր ընտանիքները կհետևեն Հիսուսին, հռչակում է։ Your children will follow Jesus. Ձեր երեխաները կհետևեն Հիսուսին։ The way. Somebody say the way. Ասեք ճանապարհ։ Which way? No, bring down your hand. Կարող եք արդեն ձեռքերն իջեցնել։ Which way? Ով է ճանապարհը։ Jesus said, I am the way. Հիսուսն ասաց, ես եմ Which ճանապարհը։ way is that? Which way? Ինչ է նշանակում, ով է ճանապարհը։ The way to life. Այդ ճանապարհը տանում է դեպի կյանք։ The way to health. Տանում է դեպի The way to good life. լավ կյանք, The way to happiness. երջանկություն The way to riches. եւ հարստություն, The way առատություն, to abundance. առատություն, The way to love. սեր։ The way to greatness. Այն տանում է դեպի մեծություն, The way to every good things about life. այդ ճանապարհը տանում է դեպի կյանքի բոլոր բարիքներ։ Jesus is the way to the Father. Հիսուսը հորը տանող ճանապարհն է։ Jesus is the only way to heaven. Հիսուսը երկինք տանող միակ ճանապարհն է։ There are many people Շատ մարդիկ կան in this country. այս երկրում, They say ովքեր ասում են, they know God, թե ճանաչում ենք but they Աստծուն, don't know Jesus. բայց նրանք Հիսուսին չգիտեն։ Is it truth? Ճիշտ եմ ասում։ They can never see God. Նրանք չեն կարող երբևէ տեսնել Աստծուն, Because the only way to see God քանի is որ Jesus. Աստծուն տեսնելու միակ ճանապարհը Հիսուսն է։ That is why I thank God for your life. Ահա թե ինչու Տիրոջից գոհանում եմ ձեր կյանքերի համար, Because you believe in Jesus. քանի որ դուք հավատում եք Հիսուսին, You will see him at the last day. եւ դուք նրան վերջին օրերում կտեսնեք։ Anyone that want to see God at the last day. Anyone that wants to see Ցանկացած God մարդ, որ ուզում է Տիրոջը տեսնել վերջին օրում, at the last day վերջին օրում, must prepare himself. պետք է պատրաստի իր անձը։ Prepare yourself to follow Jesus every day of your life. Ամեն օր ձեր կյանքի ամեն օր պատրաստեք ձեր անձերը հանդիպելու Հիսուսին։ I will tell you two things. I will close. I will drop the mic. Երկու բան էլ կասեմ ու ավարտեմ քարոզը։ Why Jesus said we should follow him. Ինչու է Հիսուսն ասում իմ ետևից եկեք։ Do you want to hear? Ուզում եք իմանալ հարցի պատասխանը։ Number one. Առաջին հերթին, առաջինը։ To remove our burdens from us. Հիսուսը ցանկանում է մեզ առանձնացնել մեր մարմիններից։ Jesus said we should follow him Հիսուսն ասեց. Իմ ետևից արի, ով որ ուզում է իմ ետևից գալ։ so that he can remove our problems from us. Ասում է իմ ետևից արի, որպեսզի մեր խնդիրները վեր առնի։ Jesus said we should follow him Հիսուսն ասաց. Իմ ետևից արի, so that he can make life easy for us. որպեսզի հեշտացնի մարդու կյանքը։ Number two. Երկրորդը, Jesus said we should follow him Հիսուսն ասաց. Իմ ետևից արի, so that we can see the Father God. որպեսզի տեսնես Հայր Աստծուն։ How many of you want to see Jesus? Ձեզնից քանիսն են ուզում տեսնել Հիսուսին։ You want to see God at the last day? When you follow the other way, Երբ ուրիշ ճանապարհով ես գնում, that way is the way to hell. այդ ճանապարհը դժոխք է տանում։ Nobody here will go to hell. Ոչ ոք չեմ ցանկանում, որ այստեղից դժոխք գնա։ If you are saying amen, say big amen. Եթե ասում եք ամեն, սրտանց ասեք։ Praise God. Փառք Աստծուն։ Jesus said, follow me. The reason why he wants us to follow him Հիսուսն ասաց. Ինձ հետևեք։ Պատճառ կա, որ նա ցանկանում is է, so որ that we իրեն can meet հետևենք։ with the Father Նա ցանկանում է, որ մենք մեր անձերը in նվիրենք glory իր փառքին on the last day. վերջին օրերում։ We will meet with the angels of heaven, Այդ ժամանակներում մենք նաև կհանդիպենք երկնքի singing երեշտակների, Hosanna in the highest. ովքեր որ նրանք Hosanna in the highest. Hallelujah to the King of Kings. Hallelujah to the Lord of Lords. Hallelujah in the highest. Hallelujah Hallelujah to the He that reigns forever.
Ալելույա նրան, ով որ հարություն առավ եւ թագավորում է հավիտյան։ I will say this. Սա էլ ասեմ։ People in heaven Մարդիկ, որ երկնքում են, will see people in hell. կտեսնեն դժոխքում գտնվողներին։ People in hell Իսկ դժոխքում will գտնվողները see people in heaven, կտեսնեն երկնքում but ապրողներին։ they cannot cross. Սակայն չեն կարողանա հատել, հայտնվել մի տեղից You մյուսում։ can't move from hell to heaven or heaven to hell. Կամ պիտի հայտնվես դժոխքում կամ երկնքում։ But you will see heaven, you will see hell from hell, you will see heaven from. Այնուամենայնիվ երկնքից կտեսնես դժոխքը կամ դժոխքից երկինք։ That is why I tell you, Ահա թե ինչու եմ ասում։ talk to your friends, Կողքինիդ հետ խոսիր, talk to your mother, մորդ հետ խոսիր, talk to your father, հորդ հետ խոսիր, talk to your brothers, քո եղբայրների հետ, talk to everyone բոլորի։ to come to Jesus. Նրանց պատմիր Հիսուսի Because մասին։ Քանի որ you will not be happy դու չես ուրախանա, if you go to heaven երբ գնաս երկինք and your mother is in hell. եւ քո մայրը դժոխքում լինի։ From heaven, Երկնքից you'll be looking at your mother նայելու ես մորդ in pain in hell. ցավի մեջ, How will you feel? ինչ կզգաս այդ պահին։ Tell them to come to Christ now. Հիմա ասեք ձեր հարազատներին, որ դարձի գան։ Tell that your best friend, Հիմա ասա քո լավագույն your ընկերոջ, husband that does not come to church, քո ամուսնուն, որ դեռ եկեղեցի չի your գալիս, wife that does not come to քո church. կնոջը, որ եկեղեցում չի, Every day, ամեն օր talk to them about Christ. խոսիր նրանց հետ Because- Քրիստոսի մասին, քանի Because որ there is hell գոյություն ունի and դժոխք there is heaven. եւ երկինք։ If you don't go to heaven, Եթե երկինք չգնաս, դրախ չգնաս, you must go to hell. ուրեմն դժոխք ես գնալու։ How will you feel? Ինչ կզգաք, How will you feel ինչ զգացում կունենաք, that you are in heaven երբ դուք երկնքում with եք Jesus Հիսուսի հետ, and your father is in hell? սակայն ձեր հայրը լինի դժոխքում։ Ah, do they understand? Do they understand? Հասկանում եք ինչ եմ ասում։ Huh? How will you feel Ինչ կզգաք, that you are in heaven որ լինեք երկնքում enjoying the good things, եւ միանաք այնտեղ enjoying heaven, եւ վայելեք երկինքը and you are seeing your best friend in hell? ու տեսնեք թե ինչպես է տանջվում ձեր լավագույն ընկերը դժոխքում։ How will you feel? Ինչ կզգաք։ Talk to them now. Հիմա խոսեք ձեր հարազատների The հետ։ Bible said Աստվածաշունչն ասում է, it is appointed unto a man once to die. որ Աստված չի կամենում, որ մեկը կորչի, Once to die, after death, երբ որ մարդը մահանում է, judgment. դրանից հետո There is դատաստանի nothing like առջև է second կանգնում, time. No second time. չունի երկրորդ շանս կամ After հնարավորություն, մահից հետո Judgment. դատաստան է լինում։ So if you are still alive, Եթե դուք դեռ ապրում եք, you կենտրոնի have եք, every opportunity ձեզ տրված են բոլոր to հնարավորությունները accept Christ, ընդունելու Քրիստոսին։ to tell your friends to accept Christ, Ձեր ընկերներին To պատմելու, tell your father ընդունեն to accept Քրիստոսին, Christ. ձեր հորը պատմելու to Քրիստոսին, tell մասին, everyone to accept Christ. բոլորին ասելու, որ ընդունեն Because- Քրիստոսին, Because քանի որ as soon as you die, երբ մահանաք, you cannot accept Christ. այլևս չեք կարողանա In ընդունել hellfire. Քրիստոսին դժոխքի կրակներում։ If you read the story of that rich man and Lazarus, Եթե կարդանք այս պատմությունը Հարուստի եւ Ղազարոսի, in hellfire, այնտեղ կնկատենք, the rich man saw Lazarus in heaven. In hellfire, Հարուստը իրականում the rich man տեսնում է Ղազարոսին։ saw Lazarus in Նա heaven. դժոխքից տեսնում է And Ղազարոսին, he որ cried. երկնքում է եւ աղաղակում է։ Lazarus, Ասում է Ղազարոս, he cried. նա աղաղակեց։ Abraham, Ասեց Աբրահամ, tell Lazarus Ղազարոսին ասա, to dip his hand into water, որ իր ձեռքը դնի ջրի մեջ, and let a drop touch my tongue, թաթախի ջրի մեջ եւ թույլ տա, որ ես դիպչեմ իր ձեռքը։ for I am dying in this hell. Քանի որ ես մահանում եմ այստեղ So դժոխքի hellfire ծարավից։ Այսպիսով դժոխքի կրակները is a place of suffering.
տանջանքի վայր են։ Hellfire Դժոխքի կրակը կամ is a դժոխքը place of evil things. վատ շատ վատ վայր։ Hellfire Եվ դժոխքը is not a good place to go. լավ տեղ չի, որտեղ արժի գնալ։ Don't think hellfire, you have AC, they will come and serve you tea and coffee, give you. Մենք ոնց ենք չէ ապրում, ասում է սուրճ ենք խմում, ունենք ինչ որ օթափողող համակարգեր, որ սառեցնում են, այդ ամեն ինչը դժոխքում չի լինելու։ Hello, Բարև ձեզ։ Bareftes. In hellfire, Դժոխքում there is no coffee, սուրճ չկա there is no tea. եւ թեյ էլ Answer, չկա։ there is no tea. Չկա թեյ։ There is no cake. Քաղցրավենիք չկա։ In hellfire, Դժոխքում there is nothing good there. ոչ մի բարի բան չկա։ Try now that you are alive, Հիմա այդ ամենից որ օգտվում եք, երկրի վրա that օգտվեք։ you and your family don't go there. Եվ արեք ամեն բան, որպեսզի դուք եւ ձեր ընտանիքի անդամները չհայտնվեն If you hear դժոխքում։ me say, I will make heaven. If you are hearing me say, I will make heaven. Եթե դու հիմա այստեղ ես, ասա որ ես պիտի երկինք գնամ։